Ողջունում եմ բոլորիդ, հարգելի գործընկերներ, հարգելի ծնողներ։ Մեր ամբողջ նպատակը նա է, որ մենք միասին կիսվենք, միասին իրար հետ քննարկելով, խորհրդակցելով դուրս բերենք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք ուզում են մեզ, որոնք ուզում են մեր հասարակությանը։ Հատկապես վերջին ժամանակաշրջանում գիտենք, որ բազմաթիվ հարցեր կան, որ հանրության համար անհայտ են ու պատասխանները չունեն, եւ եթե մենք մեր սահմաններում, մեր հրատարակության սահմաններում, հեղինակային խմբի սահմաններում կարող ենք այդ հարցերին պատասխանել կամ միասին գտնել այդ հարցերի լուծումները, ապա կարծում եմ դա շատ արդյունավետ կլինի եւ մեզ համար, մեր աշխատանքների ճիշտ կազմակերպման համար եւ ձեզ համար, ձեր երեխաներին օգնելու հարցում։ Այսօր մենք քննարկելու ենք գնահատման նոր համակարգը տարրական դասարաններում եւ հատկապես շեշտը դնելու ենք, թե ինչ է ոչ միավորային գնահատումը եւ ինչու արդեն մինչեւ 5-րդ դասարանի առաջի կիսամյակ անցնում ենք ոչ միավորային գնահատմանը։ Ինչու ենք մենք այս թեման ընտրել եւ համարել որպես առաջնահերթություն։ Հարցը շատ արձիական է եւ կարծես թե ծնողների մեծ մասը այդ հարցի պատասխանը այս պահին չունեն։ Դրա համար մենք այս հարցը համարեցինք որպես առաջնահերթություն եւ մեր օրակարգի երկրորդ հարցը դարձրեցինք դա, որպեսզի կարողանանք գոնե մեր սահմաններում մեր իմացած մակարդակով ծնողներին բացատրել, թե ինչ է նախ ոչ միավորային գնահատումը եւ ինչու միջև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակ, այսինքն առաջի կիսամյակը ներառյալ, մենք չենք իրականացնում միավորային գնահատում։ Ուզում եմ միշտ կարդանք եւ հիշենք։ Գնահատումը այսօր երեխայի զարգացումն ապահովող ճանապարհ է, որտեղ ուսուցիչը, ծնող եւ երեխան քայլում են միասին։ Այսինքն այսօր արդեն գնահատումը դարձել է գործընթաց, ոչ թե կոնկրետ մեկ ինչ որ միավոր ենք դնում եւ խոսում ենք այդ միավորի շուրջը, այլ նա ուսումնական գործընթաց է, ուսումնական process է։ Շատ գիտնական է հենց գնահատումը համարում են որպես ուսուցման գործընթաց։ Իսկ որպեսզի լավ պատկերացնենք, թե ինչու ոչ միավորային գնահատումն ենք արդեն մենք ընտրել դպրոցներում, մինչև 5-րդ դասարան, մի քիչ խոսենք ընդհանրապես գնահատման մասին, հասկանանք այդ գնահատումը ինչ է, գնահատման դերը որն է, եւ ես գիտեմ, որ շատ ուսուցիչներ ծնողների ազդեցության տակ, ճնշման տակ նաև գնահատականներ են նշանակում միավորային, որը ստացվում է արդեն խառնաշփոթ մի վիճակ։ Միքսը շատ դժվար է, կամ մենք կամ պիտի միավորային գնահատում անենք, կամ պիտի ոչ միավորային գնահատում անենք։ Հիմա եթե մենք խառնում ենք սրանք իրար, մենք մեր նպատակին հասնել չենք կարող։ Կրթությունը իր նպատակին հասնել չի կարող եւ բավականին հետ կմնանք։ Գնահատումը փաստորեն մեզ պիտի տրամադրի տեղեկատվություն։ Հիմա եթե մենք գնահատումը դարձնում ենք թվային գնահատում, մի հատ թվանշան ենք նշանակում, ասում ենք 8 կամ 7 եւ այլը, ապա այդ տեղեկատվության պակասը մենք զգում ենք, բայց այդ տեղեկատվությունը մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք ուսումնական գործընթացը կազմակերպել, նրա շարունակությունը ճիշտ կազմակերպել։ Մենք պիտի կարողանանք ողջել աշակերտի թույլ կողմերը, ուժեղ կողմերը որոնք են, թյուրըմբռնումները որոնք են, որպեսզի կարողանանք ճիշտ իրականացնել մեր ուսումնական գործընթացը։ Իսկ դա հիմնականում անելու ենք նկարագրական գնահատման միջոցով։ Փորձում ենք հասկանալ տվյալ պահին աշակերտը ինչ հասկացավ, ինչ չհասկացավ, ինչպես կազմակերպենք մեր աշխատանքը, որպեսզի կարողանանք նրա բացերը լրացնել։ Օգնում է չափել ուսուցման արդյունքները, տրամադրելով տեղեկատվություն այն մասին, թե ինչ արդեն գիտեն եւ ինչ արդեն կարող են անել սովորողները։ Սա հիմնականում անելու ենք ամփոփիչ գնահատման ժամանակ, հիմնականում այստեղ է, որ պահանջվում է երկու մոտեցում՝ միավորային գնահատում կամ ոչ միավորային գնահատում, ինչ որ մասը ծնողների, գոնե մեծ ծանոթ մասը միշտ պնդում են, որ ուզում են, որ միավորային գնահատում լինի։ Այս պահին մեր նոր չափորոշիչներով Հայաստանի դպրոցներում նախատեսված են հիմնականում ըստ նպատակի հետևյալ գնահատման եղանակները՝ հայտորոշիչ գնահատում, ձևավորող գնահատում եւ ամփոփիչ գնահատում։ Հայտորոշիչ գնահատման ժամանակ մենք բացահայտում ենք երեխայի մոտ արդյոք կան անհրաժեշտ հիմքեր նոր թեման ուսուցանելու համար։ Այսինքն դա անում ենք թեմայից առաջ կամ ինչ որ միավորից առաջ։ Դա կարող է լինել, ասենք, տարվա սկզբին ամբողջ տարվա աշխատանքները, թեմատիկ պլանավորումները կազմելու համար, կարող է լինել կիսամյակային, կարող է լինել կոնկրետ թեմայից առաջ, կարող է լինել կոնկրետ դասից առաջ, կոնկրետ նյութից առաջ։ Այսինքն մենք կատարում ենք հայտորոշիչ գնահատում, ախտորոշում ենք։ Երբ որ որևէ մեկը դիմում է բժշկին առողջության հարցում, բժիշկը ինչ անում, առաջ քայլում ախտորոշում է անում։
Այսինքն տարբեր անալիզներ է վերցնում, էխոներ է անում եւ այլ ուսումնասիրություններ, որպեսզի պարզի թե ինչ բուժում նշանակի տվյալ պացիենտին։ Սա հենց ախտորոշումն է, այսինքն բացահայտումը, դիագնոզը։ Մենք պարզում ենք թե ինչպիսի քայլերով պիտի սկսենք նոր թեման ուսուցանել երեխաներին։ Հետեւաբար այստեղ բոլորս էլ հասկանում ենք, որ միավորային գնահատում պետք չի, սա հենց բնութագրական գնահատում է, որտեղ մենք ուղղակի բացահայտումներ ենք անում եւ մենք մեզ համար բնութագրում ենք թե դասարանը մոտորապես պատրաստ է այդ նոր թեմային, թե պատրաստ չի եւ մենք ինչպես պիտի կառուցենք մեր դասապլանները, մեր թեմատիկ պլանները, որպեսզի այդ նոր թեմաները կարողանանք անցնել։ Հաջորդը ձևորող գնահատումն է։ Տեսեք, հիմա բժիշկը առաջի քայլում ինչ արեց, հայտորոշում արեց, ասինքն ախտորոշում արեց, պարզեց թե այդ մարդու վիճակը ինչպիսին է, կատարեց համապատասխան նշանակումներ, այս դեղորայքները նշանակեց եւ այլը, եւ ընթացքում, ասենք մեկ շաբաթ հետո հետ է կանչում հիվանդին եւ նորից ուսումնասիրում, տեսնում արդյոք իր նշանակած դեղերը ճիշտ են աշխատում, թե ճիշտ չեն աշխատում։ Նույն ձևով մենք կրթության ոլորտում ենք դա անում։ Մենք ձևորող գնահատման ժամանակ դա կատարում է ցանկացած պահի հենց անհրաժեշտություն առաջանում է, ուսուցիչը մի հատ փորձում է արդյոք աշակերտները կամ տվյալ աշակերտը ճիշտ ճանապարհով է գնում, թե սխալ ճանապարհով է գնում, կարողանում է այդ աշխատանքները կատարել, թե չկարողանում, նրա հետ կատարում է անհատական աշխատանք կամ խմբային աշխատանքներ եւ այլը, եւ կարողանում է ճիշտ պլանավորել ուսուցման ընթացքը, այսինքն ուղղորդում է։ Եվ վերջապես ամփոփիչ գնահատումը յուրաքանչյուր թեմայի ավարտին անց են կացնում ամփոփիչ գնահատում, թեման են գնահատում, թեմայի ժամանակ ձեռքբերումներն են գնահատում, նրա կարողություններն են գնահատում, հմտություններն են գնահատում եւ ամփոփում ենք մեր արդյունքը։ Դա կարող է լինել տվյալ թեմայի ավարտին, կարող է լինել մի քանի թեմաների, այսինքն թեմատիկ խմբի ավարտին, կարող է լինել կիսամյակի ավարտին, կարող վերջին եւ այլն։ Այսինքն ամփոփում ենք որևէ միավոր ժամանակում կատարած մեր աշխատանքը։ Այսրանք հիմնականում մեր այսօրվա կրթական համակարգում գործող գնահատման տեսակներն են։ Հիմա ինչու ոչ միավորային գնահատում։ Մենք պիտի հասկանանք։ Տեսեք էկրանի ներքևում գրված է հայտորոշիչ գնահատում, որը հիմնականում կատարվում է նկարագրական եղանակով, ձևորող գնահատում, որը հիմնականում կատարվում է նկարագրական եղանակով, ամփոփիչ գնահատում, որը կարող է լինել նկարագրական եղանակ, կարող է լինել միավորային գնահատում։ Հիմա տեսնենք, թե բնութագրական կամ նկարագրական գնահատման առավելությունները որոնք են։ Ինչու ենք մենք անցել դրան, ինչ է դա մեզ տալիս։ Հիմա եթե մենք միավոր ենք դնում, ասենք դնում ենք 3, 4, 5 եւ այլն, սովորողին դնում ենք ստրեսային վիճակի մեջ։ Բայց երբ որ բնութագրում ենք, մենք ուղղակի բնութագրում ենք, դա բացարձակ սովորողին ստրեսային վիճակի մեջ չի դնում, չի վախեցնում, այլ տալիս է ուղենիշներ, թե ինչպես զարգանալ, ասինքն ինչ պիտի անի, ինքը իր որ հմտությունների վրա պիտի աշխատի, որ հմտությունները պիտի սկսի զարգացնելը։ Ասենք օրինակի համար ենթադրենք մենք անցնում ենք բազմապատման աղյուսակը երկրորդ դասարանում։ Ենթադրենք 6-ի բազմապատման աղյուսակն ենք անցնում։ Հիմա երբ որ մենք արդյունքում ստուգում ենք, թեմայի ավարտին ստուգում ենք աղյուսակի իմացությունը, կարող ենք ասել, որ աշակերտը արդեն կարողանում է ասել կամ գրել 6-ի բազմապատման աղյուսակը ամբողջությամբ։ Բայց կարող ենք ասել, որ մասամբ է կարողանում, ասինքն կան թվեր, որոնց բազմապատկումը դեռ ինքը չգիտի։ Ենթադրենք 6 անգամ ինքը կարողանում է հեշտ է, 6 անգամ 1-ը կարողանում է, 6 անգամ 2-ը կարողանում է, բայց 6 անգամ 7-ը չի կարողանում։ Հետեւաբար երբ որ նկարագրում ենք, ասում ենք մասամբ է կարողանում, ասինքն ամբողջապես չի կարողանում ասել 6-ի պատման աղյուսակը։ Կամ ասում ենք, որ ինքը կարողանում է ասել կամ գրել 6-ի պատման աղյուսակը, բայց կատարելով հաշվարկներ։ 6 գումարելով գնում է 6 գումարած 6 գումարած 6 հերթով ստանում է։ Եվ մեզ համար արդեն պարզ է դառնում, ինչի վրա պիտի աշխատենք, եւ նաեւ աշակերտի համար է պարզ դառնում, դեռ իր որ կողմերն են թույլ, այսինքն մենք կարողանում ենք բացահայտել թե որոնք են նրա սխալների պատճառը կամ որոնք են նրա չիմանալու պատճառները կամ ինչը չգիտի, ինչի վրա դեռ պիտի աշխատենք եւ կարողանում ենք այդ ուղղությամբ աշխատել, որովհետեւ դա նկարագրեցինք։ Բայց եթե մենք կոնկրետ միավոր դնեինք ենթադրենք 7, առաջադրանք ենք տվել, բազմապատկումից մի քանի վարժություն ենք տվել, վարժությունը կատարել է, թեստը լրացրել է, մի քանի հատ ճիշտ է կատարել, մի քանի հատ սխալ է կատարել, ու 7 ենք դրել։ Հիմա որ 7 ենք դրել, 7 միավոր,
Հիմա մենք ինչ իմանանք, ծնողը կամ աշակերտը կամ ուսուցիչը ինչ իմանա, ինչու է 7 ստացել, որի պատկումը ինքը չիմացավ, որտեղ դժվարացավ, որն է սխալվել, 7-ի պատկումը լավ չիմացավ, թե 6-ինը, թե 5-ինը, որտեղ դժվարացավ աշակերտը, բայց երբ որ նկարագրական ենք տալիս, արդեն հստակ եւ ծնողը եւ աշակերտը գիտի, թե ինքը որտեղ է հերացել եւ ինչի վրա պիտի աշխատի։ Եվ ավելին ասեմ, երբ որ մենք ենթադրենք 7 ենք նշանակում աշակերտին կամ 8 ենք նշանակում, ինչ որ մի աշխատանք ենք կատարել եւ աշակերտին գնահատել ենք 8։ Հիմա չենք նկարագրել, որտեղից է եկել այդ 8-ը, ներքևից թե վերևից։ Այսինքն, երբ որ մենք նկարագրում ենք, ասում ենք նա արդեն հասել է արդյունքի եւ գիտի 8-ի պատման կամ էսի բաց պատման աղյուսակը, արդեն հասել է դրան։ Մի քանի հատ այն ժամանակ չգիտեր, հիմա ավելացրեց եւ այլ եւ ստացավ 8 միավոր, բայց դեռ բաներ ունի անելու։ Այսինքն մենք չենք իմանում հիմա աշակերտը ներքևից եկավ 8 վաստակեց, թե վերևից, ուղղակի մի քանի բան մոռացել է, հիմա 8 միավորյա կատարել աշխատանքը։ Տեսեք, երկու դեպքում թիվը նույնն է։ Գնահատական նույն 8-ն է, բայց մի դեպքում 8-ին գալիս է ներքևից իր աշխատասիրության արդյունքում, մի դեպքում 8-ին գալիս է վերևից իր ծուլության արդյունքում, իր ասենք 9 եկավ դարձավ 8, բայց մենք դա չենք տեսնում այդ թվի մեջ, եթե կոնկրետ 8 ենք դրել, բայց երբ որ նկարագրում ենք, արդեն նկարագրության մեջ ամեն ինչ բացահայտում ենք եւ ծնողի համար, եւ աշակերտի համար, եւ ուսուցչի համար։ Հետեւաբար, որ ասում ենք, որ բնութագրական գնահատականը աջակցող միջավայր է ստեղծում աշակերտի համար, այս դրա համար ենք ասում, որտեղ մենք կարողանում ենք բնութագրել, ինքը հասկանում է, թե որտեղից եկավ այդ գնահատականին, վերևից թե ներքևից։ Իմիջիայլոց որ ասում են գնահատական, դա չենք հասկանում կոնկրետ թիվ 8, 7, 5, հասկանում ենք նաև հենց մեր այս գնահատականների մասին, որ մինչ այժմ խոսում ենք։ Հիմա շատ ծնողներ ինչի են ուզում, որ անպայման միավորային գնահատական լինի, որտեղ ուզում են համեմատեն իրանց աշակերտին մյուս աշակերտի հետ։ Սա մենք արդեն պիտի մոռանանք։ Պիտի մոռանանք, որտեղ մեր գործը դպրոցում համեմատելը չի, ոչ էլ համեմատվելն է։ Ոչ էլ մենք ուզում ենք, որ աշակերտները համեմատվեն եւ դա կեղծ մոտիվացիա ստեղծենք, որ տեսեք աշակերտը ինքը այդ գնահատական իրան մոտիվացնում է, որ ինքը դասերը ավելի լավ սովորի, ավելի բարձր գնահատական ստանա։ Տարական դասարաններում սա մոռանում ենք։ Տարական դասարանում սա բացարձակ չի մոտիվացնում աշակերտներին։ Մեր նպատակը նորից եմ կրկնում, տարական դասարաններում աշակերտներին դասերի բաժանելը չի եւ մեր նպատակը նա չէ, որ համեմատենք տարբեր աշակերտների իրար հետ, մեր նպատակը նա է, որ յուրաքանչյուր աշակերտին իր հնարավորությունների, իր ունտնակությունների համապատասխան կարողանանք զարգացնել, կարողանանք ապահովել նրա զարգացումը։ Եվ այս դեպքում արդեն աշակերտների համեմատությունը ոնց որ խաղից դուրս է մնում եւ կարծում եմ մենք պիտի կարողանանք մեր մեջ դա հաղթահարել։ Հիմա տեսնենք բնութագրական կամ նկարագրող գնահատման թերությունները որոնք են։ Ժամանակատար է ուսուցչի համար։ Կտեսնեք, որ ծնողների համար բացարձակ սա որևէ բացասական դերակատարում չունի, միայն ուսուցիչների համար է։ Սուբյեկտիվության վտանգ կա, որ կարող է, եթե ճիշտ վերջնարդյունքներ ձևավորված չլինի, ուսուցիչը կարող է սուբյեկտիվություն ցուցաբերի նկարագրական գնահատման ժամանակ, բայց եթե վերջնարդյունքները ճիշտ ձևակերպված լինի, գնահատելու ժամանակ դա անպայման պիտի հաշվի առնել, որովհետև այդ նկարագրությունները այդ ամբողջը կան։ Ծնողներին միշտ հասկանալի չէ, ոմանք ավելի հեշտ են ընկալում թիվը, քան նկարագրությունը, դե ծնողը ասում է մարդ, մի հատ 8 դիր, 7 դիր, 10 դիր, ես հասկանամ աշակերտիս առաջընթացը, պիտի դուրս գանք սրանից, պիտի դուրս գանք եւ գնանք դեպի նկարագրություն, որպեսզի հասկանանք առաջընթացը։ Համեմատելու դժվարությունն է, տարբեր երեխաների առաջընթաց համեմատելը բարդ է, եւ իհարկե մենք դա չենք էլ ուզում, որ համեմատենք այս պահին, անմիջապես չի երևում արդյունքը, եթե ծնողը կամ սովորողը սպասում են արագ եւ པարզ գնահատման, ապա արագ եւ པարզ չի լինում, եւ եթե մենք կարողացանք մեր մեջից դուրս բերել այս արդյունքը անմիջապես տեսնելը, կարծում եմ շատ բան կփոխվի։ Ինչ եզրակացության են գալիս։ Սիրելի ծնողներ, ես ինչ եմ խնդրում։ Մենք այդ գործընթացի մեջ ենք, սկսել ենք այդ գործընթացը տարական դասարաններում, սկսել ենք ոչ միավորային գնահատման գործընթացը։ Առաջի տարիները կարող է մի քիչ դժվարությամբ մենք ըմբռնենք դա, մի քիչ մեզ համար անհասկանալի լինի, մի քիչ դժվարություններ լինի, բայց մենք պիտի համախմբվենք դրա շուրջը, ոչ թե պիտի սկսենք ուսուցիչներին ճնշել։ Ես գիտեմ շատ դպրոցներ, որ ծնողների ճնշման տակ, ազդեցության տակ միավորներ են դնում։
կամ էլ չգիտեմ աստղիկներ են դնում եւ այլ աստղիկն ու միավորը նույն բանն է կամ տար դնես աստղիկ դնես միավոր դնես ուղղակի իմ խնդրանքը հետեւյալն է որ պետք չի ճնշել ուսուցիչներին պետք չի ստիպել որ համակարգը փոխվի վերադառնան հին համակարգին մեկը չեն կարողանալու վերադառնան եւ այդ երկու համակարգերը միքսել խառնել իրար դառնալու ավելի խառնաշփոթ մի վիճակ հետեւաբար պիտի թողնենք ու միանանք ուսուցիչներին մենք բոլորս միասին գնանք դեպի նրան որ հասկանանք ոչ միավորային գնահատման կարևորությունը արդիականությունը եւ փորձենք օգնել ուսուցիչներին ու միասին գնանք այդ ուղղությամբ առաջարկներ ծնողներին փորձեք հասկանալ թե ինչ է իրականում ցույց տալիս բնութագրական գնահատականը տարբեր աղբյուրներից էլ կարող եք ուսումնասիրել ուսուցիչների հետ էլ կարող եք խոսել համացանցը հեղեղված է այդ նյութերով համացանցից կարող եք հասկանալ եւ հասկանալ թե ինչ է ցույց տալիս ընդհանրապես բնութագրող գնահատականը որպեսզի մենք համոզվենք ընկալենք դա եթե մենք ծնողներով դա չվերցրեցինք մենք իրականում շատ կխանգարենք իհարկե դպրոցներին ուշադրություն դարձնենք առաջընթացին ոչ թե միայն արդյունքին Այն նկարագրում ենք երեխաների ջանքերը, ասում ենք ավելի ջանասերա դարձել, նա մաթեմատիկայի խնդիրը գիտեք, մաթեմատիկայում sense բան կա, հիմա այսօրվա պահանջների մեջ դրված է հետևյալը, որ առաջի գործնական մաթեմատիկայի գործնական առաջի սկզբունքը հետևյալն է, աշակերտի մեջ կամք ձևավորել խնդիրը միջև վերջ լուծելու Մաթեմատիկայում մենք սա ենք գնահատելու այսուհետ։ Մենք կարող է պատմանաղուշակ ավելի քիչ գնահատենք, բայց կամքը ավելի շատ գնահատենք։ Մենք ասել ենք նա արդեն ձևավորում է, դրսևորում է կամք խնդիրը միջև վերջ լուծելու։ Նա արդեն կամք է ձևավորում աշակերտը խնդիրը միջև վերջ կարդալուն։ Մենք գիտենք, որ աշակերտները հատկապես վերջի տարիներին խնդիրը միջև վերջ չեն կարդում։ Միշտ ուսուցիչները ծնողներին զբաղվում են, ասում են մի քիչ կարճ գրի խնդիրը, որ աշակերտը կարդա, ասեմ ոչ, ավելի երկար եմ գրելու։ Եվ մենք պիտի ձևավորենք նրա մեջ այդ կամքը, որ խնդիրը միջև վերջ նա կարդա։ Եթե չձևավորենք, չի ստացվի։ Հետևաբար կունենանք այն հասարակությունը, ինչ որ հիմա ունենք։ Հետևաբար այդ կամքը պիտի ձևավորենք աշակերտի մեջ։ Մաթեմատիկայի երկրորդ կարևոր սկզբունքը հետևյալն է, որ նա կարողանա խնդիրը տրոհել ենթախնդիրների։ Դա կլինի մաթեմատիկայի խնդիր, թե կլինի կյանքի խնդիր, ինքը պիտի կարողանա խնդիրը տրոհել ենթախնդիրների։ Տեսնում եք, կարծես թե մաթեմատիկայի բուն առարկայից մի քիչ շեղվում ենք, այո, իհարկե շեղվում ենք, որտեղ այսօրվա մաթեմատիկայի նպատակը դա է։ Խրախուսենք աշակերտին, ոչ թե պատժենք։ Ցածր գնահատականը պատժելու պատճառ չէ, այլ հնարավորություն է սովորելու եւ զարգանալու։ Մենք պիտի խրախուսենք նրա ամեն մի հաջողություն, ամեն մի փոքրիկ հաջողություն եւ առաջ տանենք։ Մեկ միավորը անգամ չի համարվում որպես վատ միավոր։ Նա այդ պահին նրա ունեցած չափը մեկի չափ է, մեկ միավորի չափ է, բայց բան կա, չէ, այդ մեկը դատարկ չի։ Մեկի մեջ բան կա, այդ մեկը պիտի գնահատել, որ հետո դարձնել 2, երկուսը գնահատել, որ հետո դառնա 3, 3-ը գնահատել, խրախուսել, որ դառնա 4։ Իսկ եթե մենք ասենք, չէ, դու մեկ ես ստացել գնակորի վատ է սովորում, վերջ գնաց ու կորավ այդ երեխեն։ Բայց մենք ոչ մի անգամ դա չենք ասում, ասում ենք, այս պահին իր գիտելիքը 1 Շատ լավ, հեսա կաշխատենք կդարձնենք 2, կաշխատենք կդարձնենք 3 եւ այլն։ Այսինքն անդադ խրախուսում ենք նրա ամեն մի փոքր հաջողությունները։ Շատ ժամանակ մենք կարող ենք հարցնել երեխային. Ինչ է սովորել այս առաջադրանքից, ոչ թե ինչ ստացար այս առաջադրանքից։ Մի համեմատեք երեխային ուրիշների հետ։ Սա ամենակարևորներից մեկն է։ Մենք պիտի դուրս գանք համեմատելուց։ Ամեն մի աշակերտին հնարավորությունների սահմաններում է զարգանում։ Մենք պիտի կարողանանք լիարժեք այդ հնարավորությունները օգտագործել եւ ապահովել աշակերտի զարգացումը։ Կարդացեք նկարագրական գնահատականները ուշադրությամբ։ Դրանք շատ ավելի մեծ տեղեկատվություն են տալիս, քան թիվը։ Համագործակցեք ուսուցչի հետ, շատ կարևոր է, ուսուցչի հետ համագործակցելը, ոչ թե ուսուցչին խանգարելը, քննարկեք, թե ինչպես կարող եք աջակցել երեխային տանը, խրախուսեք ինքնագնահատումը, սովորեցրեք երեխային տեսնել իր ուժեղ եւ թույլ կողմերը, որը շատ ավելի կարևոր է, ստեղծեք աջակցող միջավայր, գնահատականը թող լինի խոսակցության առիթ, ոչ թե վախի աղբյուր, խոսում ենք գնահատականի մասին, այդ նկարագրությունը կարդում ենք, դեռ ինչ ունես անելու, այս շատ լավ է արդեն որ անցել ես սրան, շատ լավ է հիշում ես անցած անգամ պատմանաղուսակի մի մասը չգիտեիր, հիմա տես համարյա թե բոլորը գիտես, շատ քիչ ամնում մի փոքր օգնությամբ ես կարողանում դա անել եւ այլն։ Եվ հիշեք, գնահատման նպատակը երեխայի զարգացումն է, ոչ թե միայն արդյունքների նշումը։ Սա ամենակարևորն է, որ գնահատումը ապահովում է երեխայի զարգացումը։ Այսքան բան, շնորհակալություն ձեզ։